Հարգելի լրատվամիջոցներ, ամփոփիչ խոսք որպես Նաև ամփոփելով հիմա այստեղ քաղաքացիները ինչ պիտի անեն, որովհետև ձեր կոչով են շատերը եկել։ Հարգելիներս, հիմա ունենք հետևյալ իրավիճակը, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում էր ընտրությունների արդյունքները հունիսի 7-ի ազգային ժողովի հերթական ընտրությունների։ Նախնական ամփոփման հետ կապված կային մի շարք խնդիրներ, այդ թվում թվային անհամապատասխանություններ, ինչը հաստատել էր ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսօր բացի արդյունքների ամփոփումից արտահերթ իրավիճակ էր, որովհետև եւս 3 հարց էր քննվում։ Նախ առաջինը 3 ընտրատեղամասերում, տեղամասային կենտրոններում կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավերության որոշումներ էր կայացվել։ Առաջին հարցադրումը, որ բոլորիս մեր հանրությանը եւ մասնակից ուժերին հուզում էր, արդյոք վերաքվեարկությունների վերաբերյալ որոշում կայացվելու է, որովհետեւ ինչպես նախապես հայտարարեց ամփոփեց արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նախապես ամփոփեց, այսօրվա արդյունքներով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում նվազագույն շեմը։ Սա նշանակում է մի բան, որ մանդատների բաշխման վրա էական ազդեցություն է թողում նախնական արդյունքը, եւ սա հիմնարար էական պատճառ է վերաքվեարկություն առնվազն վերաքվեարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Մենք քիչ առաջ լքեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը եւ դահլիճը նիստերի, որովհետեւ որոշումը կարդացին եւ իրենք ըստ էության չեն գտնում էական պատճառներ վերաքվեարկություններ անցկացնելու համար։ Սա կարծում եմ այն խոշոր կարմիր գիծներ, որը օրինակ ինձ համար մի փոքր հույս կար, որ կհնչի հատի, որովհետև դուրս թողնել մի ամբողջ քաղաքական ուժի ընդամենը, եթե չեմ սխալվում, 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է, առհամարական վերաբերմունք է ընտրական իրավունք ունեցող բազմահազար քաղաքացիների նկատմամբ։ Ինչով եք վստահ, որ սա դնել չի հատի այդ կարմիր գիծը, եթե այնտեղ հիմնական ԿՊ-ի նշանակած դատավորներն են։ Հարգելից, ընդհանրապես վստահություն չկա, բայց այնուամենայնիվ մենք հայտարարել ենք, որ մենք մեզ կաշկանդում ենք իրավական գործիքակազմերով։ Ունենք այն, ինչ ունենք, ցավոք սրտի։ Ես լիահույս եմ ու մենք ինքներս կնախաձեռնենք բոլոր մեխանիզմները ամբողջ աշխարհին մատչելի դարձնելը, որովհետև իրավիճակը փոխվեց։ Փաստացի 3 ընտրատեղամասերի արդյունքները չեղարկվեցին, անվավեր ճանաչվեցին եւ փաստացի այս քաղաքացիներին թույլ չեն տալիս նորից գնալու վերաքվեարկելու եւ իրենց քաղաքական կամքը արտահայտելու։ Զուգահեռ ունենք իրականություն, որ այս պայդրությամբ իշխանությունը, որը իրեն հաղթող է հռչակել չակերտավոր, դեռևս հարյուրավոր ընտրատեղամասի արդյունքների ամփոփման պայմաններում, երբ ամբողջական պատկերը չունենք, այս քաղաքական ուժը 100 հազարավոր քաղաքացիների կաշառակեր է անվանում։ Սա անթույլատրելիության իրավական ու ժողովրդավար պետության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է եւ բնականաբար առաջին հերթին ներողություն պետք է խնդրեն քաղաքացիներից, երկրորդը պետք է իրենք հաշվի նստեն այլակարծության հետ եւ երրորդը մենք միջև վերջ պայքար ենք մղելու մեր քաղաքացիների կամքի արտահայտության եւ մեր քաղաքացիների քվեները տեղ հասցնելու ուղղությամբ։ Իսկ խախտումները արդեն բազմիցս ներկայացրել ենք, մեծածավալ են, էական են ու բազմաբովանդակ են։ Շնորհակալ եմ շատ։ ՍԴ-ի հետ կապված բաղն է։ Մենք գործընթաց եւ նաեւ տեսեք, ՍԴ-ի, գործողությունների հետ կապված է։ Բացի այդ ՍԴ-ի մենք հիմա մեր հաջորդ փուլը, ինչպես հայտարարեց պարոն Վարդեվանյանը, քաղաքական ուժերը կոնսոլիդացված հայտարարություն են տարածում, որ եւ անընդունելի վարքագիծ է եւ իրավական գործընթաց, հաջորդ գործընթացը, որը անելիք ունենք, դա սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը 5-րդ օրն է քննելու, այո, մենք հնարավորինս հրատապ կներկայացնենք արդեն սահմանադրական դատարան իսկ դիմում եք կոնկրետ 3 ընտրատեղամասերի հարցով, թե ամբողջ սահմանադրական դատարանը այն իրավասու մարմինն է, որ ամբողջությամբ է արդյունքներին անդրադառնում եւ մի շարք որոշումներ իրավունք ունի կայացնելու։ Մենք ինչպես այսօր բացի այն, որ այսօր հնարավորություններ էր ամփոփում,
կոնկրետ մեր քաղաքական ուժեղ Հայաստանը դիմում էր ներկայացրել ընդհանուր ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու հիմքով։ Նաև այլ քաղաքական ուժեր նմանաբնույթ դիմում ներկայացրել, այնպես որ սահմանադրական դատան նույնական դիմում ենք ներկայացնելու, այնուամենայնիվ առնվազն մեջը վերահաշվարկին անդրադառնալու հնարավորություն սահմանադրական դատանը ունենալու։ Այսինքն իրենք կարող են ձեր դիմումի շրջանակում Այո, իրենք ունեն այդ իրավական գործիքակազմը, որ եթե անգամ չբավարարեն ընդհանուր առմամբ արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը, գոնե վերահաշվարկի վերաբերյալ որոշում կայացնեն։ Շնորհակալ եմ շատ։ Տիգրան, հավելելու բան ունեք դուք։ Միկրոֆոնով հավելեմ։ Սիրելի հայրենակիցներ,